Մոտ 17 տարի Հայաստանի ու Արցախի զինված ուժերը ղեկավարած Սեյրան Օհանյանը հայտարարում է, որ իր գլխավորած քաղաքական դաշինքը գնում է իշխանափոխության։ Այսօր առավոտյան Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում գեներալ Գնդապետը նաև հավաստիացրեց հաղթանակի պարագայում ձեռնամուխ են լինելու Հայաստանի քաղաքական ու տնտեսական համակարգերի փոփոխությանը։ Գիտեք, Սահմանադրության համաձայն մեզ ընձեռված հնարավորությունների շրջանակներում մենք փորձում ենք ձևավորել համապատասխան կառավարման համակարգ։ Սա նշանակում է, որ իրականում մենք գնալու ենք այն քայլերին, որ այսօրվա իշխանությունները փոխվեն։ Օհանյան Ռաֆի Օսկանյան դաշինքի ցուցակը գլխավորող պաշտպանության նախկին նախարարը նախընտրական քարոզարշավի առաջին օրը վերստին անդրադարձավ վարչապետի օրերս արված աղմկահարույց հայտարարությանը, թե ապրիլյան պատերազմի ժամանակ ռազմական տեխնիկան չի աշխատել անորակ նավթամթերքի պատճառով։ Եթե ուզում են կարգ ու կանոն հաստատել, թող զբաղվեն իրենք դրանով։ Ամեն դեպքում սա ձեզ ուղված արշավ համարում եք, ձեզ ուղված, ձեր դեմ ուղված քայլ համարում եք։ Իմ դեմ ուղված քայլ ես չեմ կարող համարել, որովհետև իմ գործունեության ընթացքում համապատասխան վերահսկող մարմինները ստուգումներ են իրականացրել, սկսած պետական մարմիններից վերջացրած նաև գլխավոր ռազմական տեսչությունը եւ այլ վերահսկողական մարմիններ, որոնք որ զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական ժողովրդավարական վերահսկողության մաս են կազմում։